Պարոն Փաշինյան, երբ Արցախի եկեղեցիների քանդման մասին էիք խոսում, ինչու չեք դատապարտում հարցին, դուք ասացիք, որ ձեզ հետաքրքրում են Հայաստանի տարածքի, Հայաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, եւ մենք տեսանք, որ նախորդ ասուլիսում ձեզ նաեւ հարց հնչեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, եւ դուք դարձյալ նույնանուն պատասխան տվեցիք, որ չեք պատրաստվում այդ հարցը բարձրացնել եւ նաեւ ասացիք, որ խնդիրն ունի երկու մաս, երկու կողմ, ինչպես Արցախի եկեղեցիների մասով եք ասել, այսինքն դարձյալ ինչ է ստացվում։ Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները նույնպես ձեզ չեն հետաքրքրում, որովհետև նույնանման պատասխան տվեցիք այդ հանցագործություններին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում նաև զինծառայողներին խոշտանգել ու սպանել էին, դուք ասացիք մի խոսքով հարցը չեք բարձրացնի միջազգային ատյաններում, եւ ես ուզում եմ հարցնել, ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել։ Դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, ի վերջո դուք հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն եք։ Ի պաշտոնե աշխարհի ցանկացած վայրում քանդվող հայկական հուշարձանի պատմամշակութային հուշարձանի հարցը պետք է դուք բարձրաձայնեք հենց։ Եթե դուք ասում եք, որ չեք բարձրաձայնում, սա ինչ է նշանակում։ Աջակցություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որովհետև հայկական մշակույթի ցեղասպանությունը հիմա տեղի ունենում, չգիտեմ, ինչ է սա, ինչպես կմեկնաբանեք սա, եւ դուք նաեւ ասում եք, որ խնդիրն ունի երկու մաս։ Սրան էլ եմ ուզում էլի մի քիչ անդրադառնալ։ Այդ երբ են հայերը մշակութային ցեղասպանություն արել ինչ-որ ազգի, ինչ-որ պետության տարածքում կամ ինչ-որ ազգին պատկանող մշակութային ժառանգություն ոչնչացրել այնպես, ինչպես ադրբեջանցիները Նախիջևանում եւ Արցախում են իրականացրել հայկական պատմամշակութային հուշարձանների ցեղասպանություն։ Ինչ օրինակից ելնելով եք դուք այդպես ասում, որովհետեւ օրինակ այս օրերին մասնագետները նաեւ արցախցիները փաստում են, որ անգամ մզկիթ են վերակառուցել, Արցախում ադրբեջանական եւ այդպիսի ջարդ երբեք տեղի չի ունեցել հայեր։ Որն է ձեր նպատակը հավասարության նշան դնել հայերի ադրբեջանցիների, որպեսզի վաղը այս հարցեր են, բոլորը հարցեր են։ Ուզում հասկանալ նպատակը որն է, վաղը մեր դեմ օգտագործել միջազգային ատյաններում ձեր այս հայտարարությունները։ Ադրբեջանը իր չեղած հանցագործությունները բարդում է մեր վրա։ Դուք մեր չեղած հանցագործությունները ձևակերպեցի։ Ինչու եք, որն է ձեր նպատակը։ Ուզում եմ համոզվել, որ ավարտեցիք հարցը, որպեսզի ես պատասխանեմ։ Արցախաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ես ասել եմ նաեւ Խորհրդային Միության Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցախաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եվ ելի ուզում եմ ասել, որ եկեք չմոռանանք, որ կոնկրետ Արցախաշենի օրինակն եմ բերում, որովհետև կարող է պարզվել այդ պահին, որ ամբողջ Արցախաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, այսինքն մենք ինչ ենք անում։ Ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են։ Ես համաձայն չեմ, որ այդպես է։ Համաձայն չեմ, որ այդպես է, որովհետև այդ թվում մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։ Եվ դուք ասում եք, ինչ Հայաստանը երբ է ինչ արել, ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին,
Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի՞ է ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասեր ընդ որում, որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Այնտեղ էլ են բարձրացվում եւ այնտեղ էլ են նույն հարցերը դրվում։ Եվ հարցը հետեւյալն է, մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում մենք։ Որն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված եւ հրապարակված են։ Այսինքն հակառակ դեպքում այդ էլ եմ ասում, բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական ռիտորիկաների վրա են հիմնված։ Այսինքն հիմա դուք ինձ հարց եք տալիս, որ ես բան անեմ, սկսեմ ասել ներկայացնել ձեզ, թե Ադրբեջանը ինչի մասին է խոսում։ Ինչ որ արձանագրված պատմամշակութային հուշարձանը, արձանագրված պատմամշակութային հուշարձանը, բայց ես ասում եմ վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցվաշենում ենթադրենք կառուցած է ինչ որ մի բան։ Գնանք եկեղեցին, որը թվարկում է կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա, ես ասում եմ կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցվաշենում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցվաշենցիները գնալու են այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ պատմամշակութային հուշարձան է։ Ես յուրաքանչյուր հարցի ժամանակ հնչեցնեք ձեր հարցը։ Վայ ջան, դուք ձեր հարցը հնչեցրեցիք, շնորհակալ։ Ես տեսեք, ես ասացի, եկեք սենց անենք, դուք բոլոր լրագրողներին ա վերաբերվում, հա, ես հարցին պատասխանում եմ այն ժամանակ, երբ որ հարցը ավարտված է։ Հիմա դուք ձեր հարցը ավարտել եք, թե չէ։ Եթե չեք ավարտել անսահմանափակ, մինչև մի ժամ ժամանակ ունեք, կարող եք ավարտել եք։ Դե խնդրում եմ, երբ որ ավարտված է, էլ նոր հարցի հնարավորություն չկա։ Թե ես խնդիր չունեմ, կարող եք մի ժամ հարց տալ։ Միայն հարցերը կարող են հնչել։ Պայմանը հետևյալն է, հարցի պատասխան հնչում է, երբ որ հարցը ավարտված է։ Երբ որ հարցը ավարտված չի, բոլորդ միասին միաժամանակ կարող եք հարցերը տալ, ես մի ժամ, ինչպես պայմանավորվել եմ, կլսեմ, մի ժամը լրացավ կգնամ։ Էլի եմ ասում, նույնը վերաբերվում է դրան, եթե մենք գնալու ենք այդ տրամաբանության, դուք բոլորդ հարցը հետևյալի մասին է, մենք կոնֆլիկտը եւ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մնացած հարցերին, եթե off the record խոսակցություն կլինի, ես պատրաստ եմ ձեզ լրացուցիչ տեղեկություններ տալ այդ ամեն ինչի մասին։ Ձեզ եւ մնացած բոլորին, չնայած ես կարծում եմ, որ դուք գիտեք այդ տեղեկատվությունը եւ ձև եք անում, թե չգիտեք։ Այս բոլորովին ուրիշ բան է, որովհետեւ ինչպես Թումանյանն էր ասում, հայ գրագետի շրջանում այդ կեղծիքը ընդունված բան է, որ կեղծիքի տրամաբանությամբ առաջնորդվեն եւ չիմացող մարդկանց էլ կեղծիքով առաջնորդեն։ Դա նորմալ բան է։ Նորմալ, այսինքն Թումանյանն է դեռ իր ժամանակներում շատ հայտնի հոդվածներով այդ փաստը արձանագրել։ Հիմա այդ ավանդույթը շարունակում ենք։